Ասում են տաղանդավոր մարդը տաղանդավոր է ամեն ինչում։ Իմ այսօրվա հյուրը երգիչ, դերասան եւ Մնջախաղի պետական թատրոնի տնօրեն Մանվել Խաչատրյանն է։ Բարև ձեզ, Մանվել։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ, որ մշակութային երկխոսության հարթակում եք։ Ես շատ ուրախ եմ, որ այստեղ եմ։ Հաղորդումներ կան, որ մտածում ես տեսնես իմ հերթը կգա, այս հաղորդումը հենց դրանցից է եւ Շնորհակալ եմ։ Եվ թերևս ձեր խոսքից բխելով առաջին հարցը ուզում եմ տալ, ինչ տրամադրվածությամբ ու տրամադրությամբ եք այստեղ։ Շատ դրական լիցքերով եմ այստեղ, առավոտյան շատ հետաքրքիր հաղորդում էի լսում, ռոք երաժշտություն էի լսում ու այդպես լիցքավորված եկել եմ, պատրաստված։ Մանվել, եթե ձեզ փորձենք ներկայացնել ոչ որպես դերասան, ոչ որպես հանրային մարդ, ինչպիսին եք դուք որպես անհատ։ Շատ բաց եմ, միանգամից մարդկանց մոտ եմ թողնում, բայց հետո սկսում եմ ֆիլտրել եւ հասկանալով իմ իրական ընկերը, ով կարող է մնալ ներսում, ով պիտի մնա դիստանցավորված։ Մանվել, Հայաստանի երկրորդ քաղաքում եք ծնվել, մեծացել, ուզում եմ խոսենք այն մասին, թե Գյումրին ինչ հետք է թողել ձեր մշակութային մարդ ձևավորվելու կյանքում եւ առհասարակ հիշենք ձեր առաջին պահերը մշակույթում, թատրոնում։ Առհասարակ իմ ընտանիքը մշակութային է, ծնողներս դերասաններ են, քույրս դերասանուհի է, տեխնիկային թատրոնում է, ծնողներս դրամատիկական թատրոնում են, եւ մեր ընդհանուր գերդաստանը շատ ուժեղ հումորով մարդիկ էին ու շատ տարբերվող էին, երբ որ հավաքներ էր լինում, ես բերանս բաց նայում էի այդ ներկայացումը ու շշմում էի էլի այդ տաղանդից, այդ հումորի ֆանտաստիկ հումորից եւ այդ ամեն ինչը երևի մարդուն ձևավորում է ու դարձնում է այն, ինչ որ դառնում ես։ Կարելի է հստակ ընդգծել, որ ընտանիքը մեծ դեր խաղաց, որպեսզի դուք լինեք արվեստում։ Ընտանիքը խաղաց, ենթագիտակցաբար երևի խաղաց, բայց քանի որ բոլորը դերասաններ էին, ես ուզում էի օրիգինալ գտնվել եւ դառնալ տնտեսագետ եւ ընդունվեցի տնտեսագիտական համալսարան։ Վերջում էլի ճանապարհները բերեցին դեպի թատրոն։ Ես միշտ խուսափում էի թատրոնից, մտածում էի, որ ես պետք է օրիգինալ լինեմ այդ ընտանիքում ու զբաղվեմ բանկային գործով, բիզնեսով եւ այլն։ Տնտեսագիտական հմտություններ ունեք այսօր։ Ունեմ, թե այդ կառավարման ոլորտում շատ պետք է գալիս, բիզնեսով եմ փորձում զբաղվել եւ շատ սիրում եմ այդ ճյուղն եմ շատ սիրում։ Ամեն դեպքում ձեր ստեղծագործական կյանքում բազմաթիվ կերպարներ եք կերտել եւ դեռ շարունակում եք խաղալ տարբեր դերեր եւ տարբեր մարդկանց։ Որն է ձեզ համար ամենատպավորիչ եւ ամենաէմոցիոնալ կերպարը, որ մինչ այսօր խաղացել եք։ Ամենաէմոցիոնալը Մոլագարն է, Ալեքսանդր Սամսոնիչի բեմադրության, հենց գլխավոր հերոսը, հենց Մոլագարը, որը որ շատ ինքը Մոլագար է ոչ թե ուղեղից, այլ Մոլագար է հոգով, նա սիրահարվում է, Մոլագարի նման սիրահարվում է մի կնոջ եւ այդ սիրո համար ամեն ինչի պատրաստ է։ Ինքը շատ էմոցիոնալ տեր էր ու շատ մեծ բան փոխեց իմ կյանքում։ Շատ մտածելու տեղիք տվեց ինձ առաջին արտավազդը որպես լավագույն երիտասարդ դերասան։ Այդպես Մոլագարը հիշվող է եւ ես առհասարակ սիրում եմ խաղալ բացասական դերեր, որովհետեւ բացասականի մեջ խորանալու շատ բաներ կան եւ ինձ համար հետաքրքիր է թե այդ մարդը ինչի ի վերջո դարձավ այդպիսին է, ինչը ստիպեց որ նա բացասական դարձավ եւ ես փորձում եմ իրան հասկանալ եւ այդ խնդիրների հետ առնչվել թե ինչու ինքը դարավ այդպիսին եւ դա էլ արդեն որպես մարդ կայացման գործում շատ բաներ է տալիս, այսինքն ինքնակրթվելու առումով, ինքնադաստիարակվելու ու սխալներ չգործելու։ Մոլագարը նաեւ ամենատպավորիչ դերն էր։ Այո։ Ասում են, որ դերասանները շատ հաճախ ապրում են իրենց հերոսների կյանքով։ Ձեզնից ինչ եք տալիս կերպարներին եւ ինչ եք վերցնում իրենցից։ Ինձանից փորձում եմ տալ առավելագույնը, այսինքն ես փորձում եմ նվիրվել ամբողջությամբ։ Ես առհասարակ, եթե ամենահասարակ գործն էլ անում եմ, ամեն ինչ մոռանում եմ եւ 100%-ով նվիրվում եմ այդ գործին։ Երբեմն տանեցիները ասում են, որ դու այնքան ես տարվում, կարող է մեքենան գա քեզ խփի չզգաս։
Այդպես ամեն ինչ եմ տալիս եւ ինչպես ասացի, լիքը բաներ սովորում եմ այդ կերպարներից, փորձում եմ այդ խնդիրների միջով անցնել եւ այդ սխալները չկրկնել կյանքում որպես մանվել, որ չդառնալ մոլագար կամ հանցագործ կամ թմրամոլ։ Մանվել չենք կարող չանդրադառնալ նաև երկարվեստին։ Դուք անկախ Հայաստանի պատմության առաջին boy band-ի տղաներից մեկն էիք։ Երգն ու դերասանությունը միահյուսված են, թե տարբեր աշխարհներ են։ Ի վերջո, ամեն դեպքում երկուսն էլ բեմի կյանքի մասին են, բայց ուզում եմ մեկնաբանեք իրարից տարբեր են, թե այնտեղ եք դեր խաղում։ Դե կարծում եմ արվեստը ընդհանուր միահյուսված է եւ թատրոնը եւ կոմպլեքս արվեստ է եւ այդ երկարվեստում ես ինձ երգիչ երբեք չեմ համարել, ես մի փոքր մասնիկն եմ եղել այդ խմբի, տղաները ինձանից լավ են երգել, ես փորձել եմ օգնել ու չխանգարել եւ երաժշտությունը շատ մեծ դեր ունի որպես դերասանի, եթե դու ունես ռիթմի երաժշտության զգացողություն, դու ավելի հետաքրքիր ես բեմից, քան այն մեկը, որը որ օրինակ երաժշտական կրթություն չունի։ Ու ես շատ շնորհակալ եմ մամայիս, որ ստիպեց ինձ ծեծելով բաբուչկան կապել եւ այդ ցուրտ ու մութ տարիներին ֆուտլյարով, ոդկով այդ 2 կիլոմետրը անցնել ու ջութակ նվագել։ Ահա թե որտեղից է երաժշտությունը այո։ ձեր կյանք։ Մանվել ի վերջո երաժշտությունը երգչի կյանքը մի քիչ տարբերվում է դերասանի կյանքից, այսինքն ձայնավարժություններ, կոկորդին հետևել եւ այլն, եւ դերասանի կյանքը, որտեղ փորձեր, տեքստեր հիշել եւ այլն։ Սրանք է միակ տարբերությունը, թե նաեւ զգացողական տարբերություններ կան ամեն դեպքում արտիստի համար, որը երկուսով էլ զբաղվում է։ Ես որպես երգիչ շատ չեմ խորացել, չեմ կարող շատ ասել, բայց թատրոնը ֆանտաստիկ է։ Իմ համար ամենաուժեղ արվեստն է, ամենազգացողական, ամենաուժեղ արվեստն է եւ ես շատ եմ սիրում թատրոնը ու չեմ պատկերացնում ուրիշ տեղ ինձ։ Այսինքն այդ զգացողությունները ինձ անընդհատ պետք են։ Որպես երգիչ այդքան շատ չեմ խորացել, տեղ խմբի կազմում եմ եղել, երգել եմ մի փոքր հատված եւ վերջ, բայց որպես դերասան շատ եմ սիրում այդ պահը, որ ոտքդ պետքա այդ գիծը հատես ու անցնես բեմ ու դառնաս կերպար ու եթե կարող ես, ուրեմն այդ ժամուկեսը պետքա ապրես։ Եթե չկարողացար, միանգամից բեմը քեզ կտապալի, կասից տեսություն գնա ուրիշ բանով զբաղվի։ Մանվել, եթե փորձենք ձեր կյանքի այդ ժամանակահատվածը, երբ որ ակտիվ երկարվեստի մեջ էիք, ամփոփենք մի երգով, դա կարող է լինել ոչ ձեր երգացանկից, որ երգի հետ կասոցացնեիք։ Դե միանգամից գալիս է Տիկո Ռաֆո Աբոմավ երգը եւ մենք այդ երգը մենք ստուդիայում ձայնագրեցինք, գնացինք քնեցինք, արթնացանք, արդեն հայտնի էինք ու մենք չէինք կարողանում համապատասխանել այդ հայտնիությանը, որովհետև գումար չէինք վաստակում, տրանսպորտով էինք ման գալիս, բայց շատ ուժեղ եղավ այդ, շատ արագ եղավ, մենք էլ երիտասարդ էինք, չէինք հասկանում, այդ ինչա կատարվում, էլի, այդ ոնց են մեզ սիրում, ոնց են ընդունում։ Բայց փառք Աստծո, մեր կողքին կային մեծեր, որոնք որ ասացին հանգիստ եղեք, հանգստացեք, դա նորմալ է ու մենք ոչ մի հիվանդությամբ չհիվանդացանք։ Կարևոր է։ Ես Արթուր Գրիգորիչի մասին եմ խոսում, մեր վարպետի եւ ոչ միայն վարպետի, ինքը իմ կարելի ասել կնքահայրն էր եւ երբ որ ես եկա Երևան, ես ոչ մեկի չէի ճանաչում։ Եվ Արթուր Գրիգորիչի շնորհիվ է, որ ես հասկացա ինչ է երգարվեստը, ինչ է թատրոնը, ինչ է հայրենիքը ընդհանրապես։ Ես սկսեցի ճանաչել իմ հայրենիքը ու սկսեցի սիրել հայրենիքս, որովհետև մինչև ճանաչում էի միայն Գյումրին, իմ մանկության Գյումրին եւ հորիզոնս ավելի բացեց։ Այսօր մշակույթի կառավարման ոլորտում եք նաև Մնջախաղի պետական թատրոնն եք ղեկավարում։ Ձեր հմտությունները թատրոնում, երգարվեստում որևէ օգուտ տալիս են այսօր որպես կողքի աչք հետևել դերասանական խաղին, ներկայացումների բեմադրումներին, ինչպես է ազդում։ Շատ դրական է ազդում, որովհետև ինձ որպես մարդու, ով որ անցել է թատրոնի այն ամենա
ներքևից մինչև հասել ռեժիսոր, ես Գյումրու թատրոնում սկսել եմ որպես լուսավորող, էլեկտրիկ եւ այդպես ամեն ինչը իմանալով, սովորելով եկե հասել եմ նոր ղեկավարել եմ թատրոն։ Եվ ինչ շատ դժվար է ինչ որ բանում խաբել, որովհետև ես թատրոնի մասին ամեն ինչ գիտեմ։ Իսկ ինչ վերաբերում է արդեն գեղարվեստական մասը, որ ես էդ եմ ճանաչում, ես փորձում եմ շատ չխառնվել գեղարվեստական մասին, բայց անպայման իմ կարծիքը ասում եմ եւ ի վերջո այդ պրոդուկտի կոպիտ ասած վաճառողը ես եմ ու ես պիտի հասկանամ այդ պրոդուկտի ամեն ինչի մասին պետք է իմանամ, որ կարողանամ ճիշտ վաճառել կամ հասկանալ արդյոք այդ պրոդուկտը արժանի է բաց թողնել լու թե չէ։ Այսինքն թատրոնում իմ կարծիքով չի կարող պարզապես ինչ որ մենեջեր գալ եւ սկսել կառավարել, չիմանալով թատրոնի ուղն ու ծուծը։ Մանվել, մնջախաղի ներկայացումները ամեն դեպքում զուրկ են խոսքից եւ հիմնված են պլաստիկայի վրա։ Ուզում եմ խոսենք մնջախաղի թատրոնի դերի մասին մեր մշակութային ներկապնակում։ Որտեղ է այն եւ դուք որպես ղեկավար ուր եք փորձում տանել այն։ Ես երբ որ սկսեցի զբաղվել մնջախաղի թատրոնով, իմ երազանքը որպեսզի մեր մնջախաղի թատրոնը դառնար տարածաշրջանում առաջինը, տարածաշրջանում եւ դուրս գար եվրոպական շուկա, քանի որ այդ լեզվային բարիերը չկար եւ ինքը հանգիստ կարող էր Եվրոպայում շրջել եւ մեր արվեստը ցուցադրվել եվրոպական քաղաքներում եւ կարծես թե իմ երազանքը կամաց իրագործվում է։ Անցած տարի մենք Փարիզում էինք, շատ փայլուն ելույթներ ունեցանք։ Այս տարի 3 եվրոպական հրավեր ունենք արդեն, հաջորդ տարի էլ ունենք եվրոպական հրավերներ։ Ես կարծում եմ, որ մենք օգտագործելով մնջախաղի լռությունը, օգտագործելով մնջախաղի հնարավորությունները, մենք ել ավելի լսելի պետք է դարձնենք մեր արվեստը աշխարհով մեկ։ Ուզած չուզած դուք շփվում եք նաև ոչ պրոֆեսիոնալ եւ պրոֆեսիոնալ երիտասարդ դերասանների հետ։ Իրենց հետ շփումը ձեզ ինչ լիցքեր է տալիս եւ որ խաղընկերներն են ավելի հեշտ, երբ որ կրթություն ունեն, թե ոչ։ Ես կասեի ավելի շատ ուզած շփվում եմ, որովհետև ես շատ սիրում եմ երիտասարդների հետ շփվել, երիտասարդներից շատ բաներ սովորել։ Գիտեք, երբ որ իրանք դեռ բնությանը դեռ շատ մոտ են, մեծերը շատ չեն խանգարել, իրանք ինձ համար ավելի շատ հետաքրքիր են։ Ես էլ երբ որ խաղապարված չի։ Այո, երբ որ ես իմ աշակերտների հետ շփվում եմ, ես փորձում եմ բնությանը մոտ թողնել, իրանց թողնել այնպեսին, ինչպեսին իրանք կան, որովհետև իրանք հենց օրիգինալ են հենց այդ ձևով, ինչպեսին ստեղծել է բնությունը։ Երբ որ մենք սկսում ենք ինչ-որ պրոֆեսիոնալ հմտությունները շատ լցնել, ստացվում է, որ մի գույն ենք ունենում ամբողջ բնակում։ Իսկ երիտասարդները շատ տարբեր են, շատ հետաքրքիր են։ Ես շատ եմ աշխատում երիտասարդների հետ ու մեր թատրոնը երիտասարդների համար բաց է։ Դուք ստեղծագործող մարդ եք եւ մասնագիտության բերումով անընդհատ աղմուկի մեջ եք, լինի դա երգարվեստում, չգիտեմ, ներկայացում բեմադրելիս թե բեմում։ Երբ մենակ եք, երբ լռություն է, ի՞նչն եք նախընտրում։ Այդ լռությունը գուցե երաժշտություն, թե օրինակ գրականություն։ Ես նախընտրում եմ բնության ձայները, քամու ձայնը, թռչունների ձայնը, ջրի ձայնը եւ իմ երեխաների ձայնը։ Ես երբ որ շփվում եմ երեխաներիս հետ, շատ չեմ խոսում։ Ես պարզապես գրկում եմ ու զգում եմ այդ էներգիան, շնչում եմ իրանց։ Շատ եմ սիրում բնությունը ու իմ ընտանիքը։ Եվ ընդ ես ներդաշնակ եմ, երբեմն ծնողներս նեղանում էին ինձանից, որ չեմ խոսում իրենց հետ, միգուցե նեղացած եմ կամ բան, բայց չէ, ես սիրում եմ նստել իմ տանը, իմ ծնողների հետ, իմ երեխաների հետ ու լռել ու լսել երեխաների բնությունը։ Իսկ երեխաները հնարավոր է հետո մեծանան ու ձեր ծնողների պես սխալ հասկանան, որ չեք արտահայտել ձեր սերը։ Չէ, իրանք արդեն հասկացել են, որ այդպես է։ Չէ, սերը արտահայտվում է շատ ուժեղ արտահայտվում է, իրանք դրա պակասը չունեն։ Եթե մի օր ստիպված լինեք կամ որոշում կայացնեք թողել թատրոնը, թողեք արվեստը,
ինչը կարող է պատճառ հանդիսանալ եւ հետո ամենաշատը ինչն է կարոտելու։ Անարդարության զգացողությունը, գնահատված չլինելու զգացողությունը կարող է ստիպել, որ թողնեմ, շատ է եղել պահեր, որ որոշել եմ թողնել ու ես այդպես հիվանդակին չեմ վերաբերվում։ Նորմալ է, որ մի օր կթողնեմ, որովհետև ես պարտավոր եմ առաջ շարժվել։ Ես չեմ սիրում մնալ նույն տեղում ու ինչ որ կոմֆորտ զոնայում ու չշարժվել, չպայքարել, ես սիրում եմ անընդհատ պայքարել, անընդհատ պիտանի լինել։ Երբ որ ես մի սեզոն դեր չեմ ստանում, ես արդեն մտածում եմ, որ երևի պետք չէ մեզ թատրոնին արդեն։ Ու գնում եմ ու ուղիղ հարցնում եմ, ասում եմ, եթե ես պետք չեմ, ես կարող եմ գնալ առանց խնդրի։ Բայց փառք Աստծո, որ արդեն 15-16 տարի ես պետք եմ ու ունեմ իմ տեղը։ Այսօր ձեր կերտած դերերը եւ ձեր մասնագիտական վաստակը հաշվի առնելով, եթե հանդիպեիք Գյումրիից հենց նոր եկած եւ դեռ Արթուր Գրիգորյանին չհանդիպած Մանվելին, ինչպես կվարվեիք իր հետ։ Կասեի ոչ մի բանից չվախենաս, հանկարծ չգնաս հետ։ Որովհետև այդ տարիներին շատ էր լինում, որ ասում էի, այ մարդ գնամ հետ էլ ինձ ամեն ինչ կաստե, ոչինչ չունեմ։ Բայց հասկանում էի, հենց հետ քայլանում, ուրեմն կպարտվեմ։ Իսկ ես չեմ սիրում պարտվել։ Եթե դասավորվեր այնպես, որ ընտանիքը եւ առհասարակ ընտանիքի հետևանքով հայտնվեցիք ի վերջո արվեստում, չհայտնվեիք թատրոնում, ինչ մասնագիտություն կընտրեիք բացի տնտեսագիտությունից, որտեղ դրա մասին արդեն խոսեցինք։ Կարծում եմ բիզնեսով կզբաղվեի, բայց որ այդ բիզնեսում լիներ ինչ որ արվեստի ինչ որ գիծ։ Ամեն դեպքում ստեղծագործող Մանվելը Հա, վերև կլներ։ մշակույթն ինչ ուժ ունի մարդկանց համար այսօր Մանվել։ Մշակույթը ահռելի ուժ ունի եւ այսօր եւ միշտ ի վերջո մշակույթն է, որ մեզ տարբեր է դարձնում, չգիտեմ, կենթանիներից, գազաններից, այդ զգացողության, զգալու երևույթը, որ մենք տարբերվում ենք, մենք երևի բնության մեջ, եթե չեմ սխալվում, մենակ մարդն է, չէ՞, ժպտում։ Իսկ ինչն է մեզ ստիպում ժպտալ։ Արվեստը, սերը, մշակույթը։ Կարծում եմ մենք անընդհատ մշակույթի մեջ պիտի լինենք։ Ու շատ մարդիկ կան, որ մշակույթից շատ հեռու են ու երբ որ նայում ես իրանց, ես օրինակ խղճում եմ։ Ասում եմ, այ մարդ, այս մարդը չի զգում։ Այս մարդը չի զգում այս ծառը ինչի է սենց աճում։ Պետք է բոլորս զգանք մշակույթը, կրենք մեր մեջ, մենք լինենք մշակույթի մասնիկ ու կարևոր չի դու օրինակ հիմա իմ տանը վարպետ է աշխատում, ինքը պատ է սարքում, բայց ինքը շատ ուժեղ մշակութային մարդ է, որովհետև ինքը շատ է սիրում իր գործը, ինքը ուզում է ամեն գիծը ուղիղ լինի ու ես կանգնում եմ ու հիանում եմ այդ մարդու մշակույթով։ Իսկ եղել է, որ մշակույթ չկրող մեկին փորձեք բերել դեպի մշակույթ։ Շատ է եղել, շատ մարդիկ են ինձ հետ շփվելով սիրել մշակույթը ու վերջերս եղավ այդպիսի դեպք, մի աղջիկ, որ առաջին անգամ տեսավ ինչ բան է թատրոնը ու սիրարվեց թատրոնին ու ամեն ներկայացմանը գալիս է։ Շատ են եղել այդպիսի դեպքեր ու ինքը ասում է, որ ես մինչև հիմա չեմ ապրել, չեմ զգացել այն ինչ որ զգում եմ հիմա։ Ես հիմա ուրիշ ձևի եմ շնչում, ուրիշ ձևի եմ վերաբերվում մարդկանց։ Եվ հենց այդ է որ ասում է, որ սերը կփրկի, մշակույթը կփրկի, արվեստը կփրկի, որովհետև այդ իրեք բաների մեջ միայն դրականը է։ Չի կարա մշակույթը, եթե մշակույթ է, բացասական բան տալ մարդու։ Իսկ եթե մարդը դրական լիցքավորվում է, ինքը հաստատ փողոցում իրան նորմալ է պահում։ Նորմալ է վերաբերվում իր կողքին։ Ու թերևս վերջում ինչն է այն կետը գուցե կամ այն բանը, որը սպասում է իր ժամանակին, որ պիտի լինի ձեր կյանքում։ Այ ես հիմա 40-ը անցել եմ եւ կարծում եմ, որ ես միշտ փնտրում էի երջանկությունը։ Ես միշտ ուզում էի ինձ այսպես նստել ինչ որ մեկի դիմաց ու ասել, որ ես ինձ երջանիկ եմ զգում։ Հիմա ես այդ վիճակի մեջ եմ։ Երջանիկ եք։ Այո, ես
իրավունք եմ վերապահում ինձ զգալ երջանիկ։ Ու ես աղոթում եմ, խնդրում եմ, որ ամեն ինչ այնպես լինի, որ մենք բոլորս երջանիկ զգանք, որովհետև ես միայնակ երջանիկ չեմ կարող լինել, եթե կողքինս այդքան էլ երջանիկ չի։ Ես ուզում եմ, որ մենք գլոբալ առումով, մեր հայրենիքը, մեր Հայաստանը, ինչու՞ չէ ամբողջ գլոբուսը երջանիկ լինի։ Պատկերացնու եք ինչ սիրուն կլինի։ Շնորհակալ եմ, որ այդպես եք մտածում եւ շնորհակալ եմ, որ այստեղ եք։ Անչափ շնորհակալ եմ։ Իսկ ես հիշեցնեմ, որ մշակութային երկխոսության հարթակում իմ հյուրն այսօր երգիչ, դերասան եւ Մնջախաղի պետական թատրոնի տնօրեն Մանվել Խաչատրյանն էր։ Կհանդիպենք։